Վայ, Կիկոսն է գալիս։ Բարև ձեզ սիրելիներս։ Այսօր պատրաստում ենք թագավորական դդում ղապամա։ Սա դդում չէ, սա հայկական VIP հյուր է։ Ղապամայի բաղադրիչներն են բրինձ, չիր, չամիչ, նուշ, փոփոք, դարչին, մեղր, աղ եւ կարագ։ Դդումը բացում ենք գլխարկի նման։ Կորիզները մաքրում ենք։ Քսում ենք կարագ, թեթև աղ ենք անում։ Դդումը պետք է փափուկ լինի։ Կոշտ մարդիկ կյանքում հերիք են։ Հետև տապակում են կարագի մեջ մանր կտրատած չիրը, չամիչը, ընկույզը եւ նուշը։ Հետո ավելացնում ենք 1 ճաշի գթալ դարչին։ Ահա, հիմա արդեն սա բույրը, ոչ թե ուտեստ։ Սկսում ենք աշխատանքը։ Նախորդ կարագով պատված դդումի մեջ ավելացնում ենք մի քիչ մեղր։ Մի քիչ ասեցի։ Մենք այստեղ դեսերտ չենք սարքում։ Հետո ավելացնում ենք նախապես կիսայեպ բրինձը։ Բրինձը շատ չենք եփում, թող ներսում էլ մի քիչ եփի։ Հաջորդ շերտը, թեթև տապակած չրեղենը, ահա այստեղ արդեն բույրը բացվում է։ Քաղցրություն, բայց հավասարակշռված։ Չենք մոռանում վերջում ավելացնել մի փոքր մեղր, դդումն էլ պիտի ուրախանա։ Փակում ենք գլխարկը եւ տադամ, արդեն ժամանակն է դնել ջեռոցը։ Դնում ենք ջեռոցը մոտ 180 աստիճան։ Հիմա պետք է մի քիչ համբերություն։ Ղապաման շտապող մարդկանց ուտեստ չէ, բայց հավատացեք, սպասելը արժել։ Մեր ղապաման պատրաստ է։ Տեսեք ինչ գեղեցիկ է բացվել դրումըսն։ Բույրը արդեն ամբողջ խոհանոցը լցրել է։ Հիմա ամենահաճելի մասը մատուցելն է։ Եվ ահա մեր ղապաման պատրաստ է։ Կտրում ենք ճիշտ տորթի նման, մի քիչ դվքիչ միջուկ, ահա իսկական հայկական համադրություն։ Բարի ախորժակ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ թողնել ձեր մեկնաբանությունները։